Պարոն վարչապետ, լիովին կիսելով ձեր մտքերը մի քանի դիտարկում եմ ուզում անել։ Ընդհանուր առմամբ մենք համապատասխան տարիքային խմբի անձանց մասով պիտի նաև նկատի ունենանք, որ մեր ընթացակարգերը անպայման չի, որ հանգեն միայն իրավապահ համակարգում տվյալ տարիքի անձանց աշխատանքի ներգրավմանը։ Սա առաջինը, երկրորդը այն է, որ նկատի ունեմ, որ մեր կառուցակարգերը կարող են թույլատրել կենսաթոշակային տարիքը լրացած անձին շարունակելու աշխատանքը, բայց պարտադիր չի, որ դա լինի անպայմանորեն բոլոր ծառայությունների համար բնութագրական բան, որովհետև նույն երբ որ խոսում ենք նաև հասակի, քաշի մասով որպես առերևույթ խտրական դրսևորում, իրավապահ համակարգի եւ հատուկ ծառայությունների դեպքում թույլատրելիության սահման կա որպես այդպեսին, հաշվի առնելով ծառայության առանձնահատկությունները, հասակին, քաշին կամ ծառայության ընդունելության կարգին առանձնահատկություններ որպես այդպեսին վերապահել, բայց լրիվ համաձայն եմ, որ մենք մուտքի պահանջը պահպանում ենք, բայց հետագայում երբ որ ծառայության մասին ենք խոսում ընթացքի, այդ պահանջները այսպես թե այնպես սկսում ենք փոփոխել կամ հարմարեցնել նրան, ինչին որ ուզում ենք։ Ասեմ, որ այս պայծրությամբ մեր կրթական խողովակում դիտարկում ենք ֆիզիկական պատրաստականությունը որպես կրթության պարտադիր բաղադրիչ, որովհետև եթե տարեկան վերապատրաստման բաղադրիչներից մեկը նաև ֆիզիկական պատրաստականության վրա աշխատանքը չի կոնկրետ ծառայողի լինելու, թողնել իր, այսպես ասեմ, հայեցողության այս process-ը կանոնակարգելու, կարծում եմ, այդքան էլ ճիշտ մոտեցում լինել չի կարող, որովհետև մենք ամեն դեպքում յուրաքանչյուր ծառայությանը բնորոշ որոշակի ֆիզիկական պատրաստականության առանձնահատկություններ ունենք, եւ ըստ այդմ մեր կրթահամալիրն է, որ պիտի կարողանա այս process-ը կարգավորի։ Վերջին ամիսներին մենք նաև փոխել ենք օրենսդրական այս կարգավորումը եւս, որ 3 տարին մեկ անգամ վերապատրաստման փոխարեն պիտի տարեկան պարտադիր վերապատրաստում անցնենք եւ այս պահեդրությամբ հենց մոդուլի մշակումն ենք իրականացնում, որպեսզի թե ֆիզիկական մասով եւ թե նաեւ բովանդակային բուն աշխատանքի մասով հասկանանք ինչպես ենք նաեւ գրավիչ դարձնում տարեկան վերապատրաստումը կոնկրետ մեր ծառայողի համար, որովհետեւ տարիներ շարունակ այս վերապատրաստումները դիտարկվել են որպես բեռ աշխատանքից կտրվելու ինչ որ մի process, որը սակայն ճիշտ հակառակ մոտեցումը պիտի ունենա։ Դե որ այսքան խոսեցինք, նաև այդ թեմայի հետ կապված, նույն բարեկային ոստիկանությունը, երբ որ ձևավորվում էր, պարզեր բոլորը շատ բավականին տենց ինտենսիվ պարապմունքներ էին անցնում եւ այլն, եւ բարեկային ոստիկանությունը ամբողջությամբ արդեն 2 տարուց ավել է, 3 տարուց ավել է կա, եւ ես չեմ ուզում թաքցնեմ, ժամանակ առ ժամանակ ներքին գործերի նախարարին ասում եմ, որ ես որոշակի անհանգստություն ունեմ, որովհետև արդեն տեսնում եմ, որ այդ մարզավիճակից արդեն դուրս ենք գալիս եւ դա խնդրեմ է։ Եվ հիմա ձեր ասած վերապատրաստումն էլ շատ կարևոր է, թե իր իրականացման որակը, որովհետև հիմա էլ որ մենք նայենք, բոլոր ծառայություններում այդ բաները կան։ Ֆիզիկական պատրաստության ստուգումներ, կրակայինի ստուգումներ եւ այլն, հարցը այն է, իրականությունը ինչ է, իրականությունը որովհետև այդ խնդրեմը կա։ Պարոն Սարգսյան, ես ճիշտ եմ հիշում, որ մենք բանակում էլ պայմանագրային զինծառայության անցնելու տարիքի էլի 35 սահմանափակում ունենք։ Այո, ճիշտ այդպես ունենք սահմանափակում։ Ինչի համար։ Էլի նույն պատմությունն է։ Էլի հասկանում եք, եթե էլի եմ ասում, եթե մենք անձի վիճակը, ֆունկցիոնալությունը գնահատելու օբյեկտիվ համակարգ ունենանք, բոլոր խնդիրները կլուծվի։ Այսինքն 40 տարեկանը կարող լինի մայոր, չէ՞, կարող լինի, մենք չենք արգելում, բայց չի կարող լինի պայմանագրային շարքային զինծառայող, ինչի չի կարող լինի։ Եթե իր ֆիզիկական տվյալները բավարար են, ինչի չի կարող լինի։ Ու հետատարօրինակ է, որ մենք սրա մասին չենք բանանում, չենք խոսում։ Չնայած խոսում ենք, ընդեղ էլ ենք խոսում, բայց էլի շատ դժվար է այդ երկար կարծրացած բաների հետ։ Եկեք մտածենք բանակում էլ այդ նույնը անենք։ 40 տարեկան մարդ է, 45 տարեկան մարդ է, պայմանագրային զինծառայող մանավանդ 5 տարով ենք, չէ՞ մենք պայմանագրերը կնքում։ Շնորհակալություն, մենք որոշակի փոփոխության արդեն ենթարկել ենք, բայց ցեզ էլ նամակներով գիտեմ, որ դիմում են, օրինակ կար, որ 45-ը լրացել էր եւ տարիքի բերումով հնարավոր չէ ծառայության ընդունել։ Այո, նաեւ քաղաքացիներ կան, կանայք կան, որ դիմում են ոստիկանության համար էլ, բանակի համար էլ, ասում եք, գնում ենք տարիքը այդպես իրոք պարզ չի։ Հիմա եթե ոստիկանության դեպքում պարզվել է, որ սա հնարավոր է,
Բանակի դեպքում ինչու հնարավոր չի։ Եկեք եթե գնում ենք, արդեն կառավարությունը փաստորեն օրենսդրական նախաձեռնություն եկել հասել է կառավարության նիստ նշանակումա գնում ենք, եկեք բանակում էլ նույնը անենք։ Ստեղ խնդիր է, բայց նաև հասկանանք, որ այդտեղ ռիսկը բացում ենք եւ այդ ռիսկը պետքա կառավարենք անձի ֆունկցիոնալության գնահատման օբյեկտիվ համակարգ ունենալը։ Դրանով մեր բոլոր հարցերը կլուծվեն։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։